Ֆինանսական խնդիրը միշտ հետաքրքրություն է առաջացրել բոլոր տարիքի մարդկանց նկատմամբ, քանի որ առավել հեռավոր ժամանակներից կան նրանք, ովքեր շահել են բախտը և ուրիշներ, ովքեր դեռ երազում են այդ հնարավորության մասին, չկա կախարդական բանաձև, որը բոլորի համար է աշխատում, քանի որ յուրաքանչյուրը գտնում է հաջողության իրենց ճանապարհը, այնուամենայնիվ, երբ վերլուծում են ցուցակները, ինչպիսիք են Forbes ամսագիրը, սովորական է գտնել հրեական համայնքի մի քանի ներկայացուցիչներ աշխարհի ամենահարուստի շրջանում, արդյոք նրանք ունեն հատուկ հմտություններ կամ պարզապես հաջողակ են, տարբեր մշակույթներում հրեաները կապված են հարստության հետ, և նույնիսկ հանրաճանաչ կատակները այս մարդկանց պատկերում են որպես խորամանկ կամ չափազանց տնտեսական, այնուամենայնիվ, այս բնութագրերը, ըստ էության, դրանց ֆինանսական հաջողության բանալին չէ, այն, ինչն իրոք առանձնանում է, ձեր ձեռնարկատիրական մտածելակերպն է, հնագույն իմաստությունը և փողի յուրահատուկ մոտեցումը։ Որոշ հիմնական սկզբունքներ առաջնորդում են հրեաների կյանքը և նպաստում դրանց հաջողության, դրանցից մեկը ժամանակի արժեքն է։ Հին հրեական իմաստությունը սովորեցնում է, որ նրանք, ովքեր իրենց ժամանակը վատնում են, չեն ճանաչում այս կորստի իրական արժեքը, քանի որ ժամանակը միակ լավն է, որ հնարավոր չէ վերականգնել, հրեաները հայտնի են աշխատանքի անխոնջ նվիրվածությամբ, նրանք հազվադեպ են դառնում պարապ, միշտ փնտրում են մարտահրավերների նոր գաղափարներ և լուծումներ, վաղ Իսրայելում երեխաները խրախուսվում են պահպանել արդյունավետ ռեժիմ։ Դասարաններից բացի, նրանք մասնակցում են արտադրոցական գործողություններին, սպորտային և տարբեր դասընթացներին։ Այս կարգապահությունը մանկուց ավելի հեշտ է հարմարվել մեծ և աշխատասեր մեծահասակների կյանքին։ Շաբաթվա ընթացքում հանգստի միակ պահը շաբաթ օրն է, այն սուրբ օրը, երբ աշխատանքը ընդհատվում է։ Հարստության հետ կապված մեկ այլ վառելիքի առանձնահատկություն է, ի տարբերություն այն, ինչը շատ պատկերացնում են, հրեաները սովորաբար չեն սպորտով զբաղվում իրենց ֆինանսական հաջողություններով, Իսրայելում շատ միլիոնատերեր պարզապես ապրում են։ Նրանք կրում են հասարակական տրանսպորտ, հագնում են համեստ հագուստ և շարունակում են աշխատել նույնիսկ բախտավորների կուտակելուց հետո։ Լավ, հունաունեուն, Մարկ Զաքերբերգն է, ով, չնայած իր բախտին, գերադասում է զուսպ ապրելակերպ, թանկարժեք կոստյումների փոխարեն ջինսեր և թենիս կրել, այս հայեցողությունը պատահական չէ։ Հրեական մշակույթը սովորեցնում է, որ հարստությունը չպետք է հպարտության աղբյուր լինի։ Հանրաճանաչ մաքսիմն ասում է. եթե փող չունեք, մի ծույլ եղեք, եթե ունեք, հպարտ չեք, նրանց համար հպարտությունը լուրջ մեղք է համարվում, մանավանդ, որ նրանք խորապես կրոնական մարդիկ են։ Գիտելիքը դիտվում է որպես ամենամեծ ներդրում։ Հրեաները կարծում են, որ հաջողությունը, ներառյալ ֆինանսը, կախված է կրթության և փորձի ամուր հիմքից, հետևաբար, նրանք առաջնահերթություն են տալիս իրենց երեխաներին առաջարկելով հնարավորինս լավ ձևավորումը, ապահովելով ապագայում նրանք կարողանան հասնել բարձր եկամուտների։ Դրանք հայտնի են գրքերի հանդեպ իրենց սիրով և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու համար, մինչ շատերը գիտելիքը տեսնում են որպես վերացական բան, նրանց համար դա այնպիսի ժառանգություն է, որը չի կորչում, նույնիսկ տնտեսական ճգնաժամերի մեջ, ոչ մի թեմայի վերաբերյալ անտեղյակություն ընդունելու ամոթ չկա։ Ընդհակառակը, ուսման որոնումը կայուն է, նույնիսկ ծերության մեջ, բացի այդ, նրանք ոչ միայն կլանում են տեղեկատվությունը, բայց նրանք գիտեն, թե ինչպես կիրառել այն գործնական և ռազմավարական ճանապարհով, ինչպես ասում է մի հրեա ասացվածք։ Բոլորը բողոքում են փողի պակասից, բայց ոչ ոք չի բողոքում հետախուզության պակասից։ Կանխարգելումը հիմնական կանոն է, հրեաների համար փողը ինքնանպատակ չէ, բայց կայունություն ապահովելու միջոց, նրանք օգտագործում են իմաստության ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են անձնական պահուստային ֆոնդերի ստեղծումը։ Այս պրակտիկան ապահովում է տնտեսական անկախությունը և կապիտալի պահպանումը, որը հաճախ փոխանցվում է սերնդից մինչև սերունդ, ձևավորելով իսկական ընտանեկան դինաստիաներ։ Այս զգուշությունը պատմական արմատներ ունի։ Հալածանքների դարեր և անկայունություն սովորեցնում են վախենալ իրենց ունեցածի կորստից, հետևաբար նրանք խուսափում են ավելորդ ծախսերից, ինչպիսիք են ավելորդ գնումները կամ խաղային գործողությունները։ Հրեա ասում է, որ լավ է պատկերացնում այս մտածելակերպը։ Հիմարը կարող է մփրր ավելի քան 10 կիրառում կարող է վաճառել։ Պարտքը խուսափում է բոլոր ծախսերից, չնայած աշխարհի մեծ մասը ապրում է վարկի վրա, հրեաները նախընտրում են միջոցներ կուտակել, քան ապավինել վարկերին։ Աշխարհի ամենամեծ ներդրողներից և հրեական ծագմամբ ամենամեծ ներդրողներից Ուորեն Բաֆեթը իր սկզբունքներից մեկն է. հեռավորեք վարկային քարտերից։ Իսրայելում ֆինանսավորումը օգտագործվում է միայն ծայրահեղ իրավիճակներում, երբ կա բացարձակ որոշակիություն, որ գումարը արագ կվերադարձվի և կվերադարձվի, նրանց համար հնարավորություններից դուրս ապրելը ավելորդ ռիսկ է։
Միությունը հիմնարար սյուն է, հրեա ժողովրդի պատմությունը նշանավորվում է անբարենպաստ ժամանակահատվածներով, որոնք բաժանելու փոխարեն ամրապնդել են իրենց համայնքի կապերը։ Այսօր հրեական համայնքը աշխարհի ամենաչավ մեկն է, Էնի անկացած հրեա գիտի, որ դժվար ժամանակներում կարող եք հույս դնել աջակցության վրա, ավանդույթի համաձայն օգնություն խնդրելը ամոթի աղբյուր չէ։ Ընդհակառակը, ամբարտավանությունը դիտվում է որպես մեղք, նույնիսկ կա ասում. Դժվար պահերին գումար է տալիս, այս վերաբերմունքը համարվում է ներդրում, ինչ-որ մեկի ապագայում վերադարձի հետ կապված, որը գերազանցում է ֆինանսական առողջ անվստահությունը ևս մեկ առանձնահատկություն է։ Դարեր շարունակ հալածանքներից հետո հրեաները զարգացրին զգուշավոր բնաստ, հատկապես դրամավարկային հարցերում։ Նրանք գիտեն, որ կյանքում ոչինչ անվճար չէ, եւ այդ սրամտությունը կարող է թանկ լինել։ Հրեական ասացվածքը նախազգուշացնում է. զգուշացեք նրանցից, ովքեր ոչինչ չեն խոստանում ոչնչի համար, հետևաբար նրանք դժվար թե ընկան կասկածելի հարվածների կամ սխեմաների մեջ, նրանք նախընտրում են կառուցել իրենց բախտը ծանր աշխատանքով և համբերությամբ, այլ ոչ թե ռիսկային դյուրանցումներ փնտրել։ Վերջապես, չնայած նրանք գնահատում են գումարը, հրեաները չեն դնում այն ամենից առաջ, նրանք հասկանում են, որ ֆինանսական կորուստները, չնայած ցավալի են, հուսահատության պատճառ չեն հանդիսանում, նրա փիլիսոփայությունը սովորեցնում է, որ իրական գանձը նյութական չէ, այլ իմաստություն, ընտանիք և կայունություն, ի վերջո ինչպես ասում են. Ինչն է կարևոր, որքան ունեք, բայց ինչպես եք ապրում։ Ոչ ոք անձեռնուխելի չէ ֆինանսական անհաջողություններից կամ վնասներից, բայց այն, ինչ իրականում կարևոր է վերաբերմունքը նրանց նկատմամբ, եթե հրեան կորցնում է փողը, լինի արդյոք գողության, վատ բախտի կամ որևէ այլ պատճառ, դա չի հուսահատվում, փոխարենը, այն արձագանքում է մի արտահայտությամբ, որն ամփոփում է ձեր փիլիսոփայությունը։ Շնորհակալ եմ Աստված միայն փող վերցնելու համար, ի վերջո կյանքում շատ ավելի լուրջ կորուստներ կան, քան նյութերը, ոչինչ ավելի արժեքավոր չէ, քան առողջությունն ու կյանքը, սեփական կամ սիրելիները, եթե խնդիրը կարող է լուծվել փողի հետ, դա խնդիր չէ։ Դա պարզապես ծախս է, սա հրեական իմաստության ևս մեկ մարգարիտ է։ Մեկ այլ կարևոր ուսուցում այն է, որ միայն լավ ցանկությունները ոչ ոքի չեն հարստացնում, հրեաների արժեքը ջերմություն, խրախուսանքի և բարգավաճման խոսքեր, բայց նրանք գիտեն, որ դա բավարար չէ իրականությունը փոխելու համար, հետևաբար, նրանք գերադասում են կոնկրետ օգնություն։ Օգտակար խորհուրդներ, բիզնեսի հնարավորություն կամ գործնական աջակցություն, որն իրականում բարելավում է ձեր ֆինանսական վիճակը, նրանց համար պատշաճ կյանքի երազանքը արգելված չէ, բայց մեղք չէ, որ գործի, որպեսզի այս երազանքներն իրականանան։ Աղքատ լինելը չի ամաչում, բայց միակ լավն է, որ կարելի է ասել աղքատության մասին, ասվում է ավանդույթը։ Վաղ տարիքից Իսրայելում երեխաները խրախուսվում են վաստակել իրենց սեփական փողերը, սովորական չէ փոքրիկներին թանկարժեք իրերով տալ։ Փոխարենը նրանց սովորեցնում են, թե ինչպես աշխատել իրենց ուզածի հասնելու համար, այս մտածելակերպը ամրապնդում է ինքնավարությունը և պատասխանատվության զգացումը մանկուց։ Այդ անկացած իրավիճակում հանգիստ և հավասարակշռություն է անհրաժեշտ, նրանք, ովքեր ապրում են հրեաների հետ, գիտակցում են, որ նրանք հազվադեպ են կորցնում իրենց հանգստությունը, հատկապես աննշան բաների համար։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում նրանք պահպանում են կոմպոզիցիան և հուզական կայունությունը, դա չի օգտագործվում հուսահատություն։ Ոչ ոք դրա համար չի վճարելու, նախազգուշացնում է ժողովրդական իմաստությունը, նրանք գիտեն, որ սթրեսը չի օգուտ տալիս, միայն վնասում է առողջությանը, և որ նյարդերը չեն վերականգնում։ Այս սկզբունքները պարզապես խորհուրդ չեն։ Դարբնոցային դասեր են ավարտվում։ Փորձի դարեր, եթե կիրառվում է իմաստությամբ, դրանք կարող են լինել ուղեցույց, ովքեր փնտրում են ոչ միայն ֆինանսական կայունություն, այլև մտքի խաղաղություն հաջողության հասնելու ճանապարհին։